Երկնագույն աչքեր, որ չտեսան, թե ինչպես ընկավ Արցախը։ Չտեսավ Արցախը հանձնված եւ մեր մարտունու այն փրկիչներից է, մեն որ չթողեցին մտնել մեր մարտունի քաղաք։ 44 օրյա պատերազմից հետո էր Մարտունիի քաղաքապետ դարձել Ազնավուր Սաղյանը ու մինչև Արցախի շրջափակում հասցրել էր վերանորոգել իր քաղաքի բոլոր վնասված տները։ Կիսաքանդեր մնացել միայն իր տունը։ 44 օրյայի ժամանակ հրետակոծությունից տուժել էր նաև Ազնավուրի բնակարանի պատոհանը ու երբ որ պետական միջոցներով տարբեր բնակիչների պատոհանները վերականգնում էին, մեր ընկերներից մեկը գնում է եւ տեսնում է, որ Ազնավուրը երբ որ քաղաքի բոլոր բնակիչներին օգնում է այդ հարցերը լուծելու, պատոհանները վերականգնելու, իր սեփական տան մեջ իր պատոհանը չկար, պոլիէթիլային ինչ-որ տենց սկոչով կպցրած էր, այսինքն նվիրյալ պաշտոնյայի եզակի կերպարի հետ գործ ունենք։ Կինը Մարիամը կուզեր թեկուզ մի ամբողջ կյանք կոտրված պատուհաններով տանն ապրել, միայն թե ողջ լիներ Ազնավուրը։ Տեսախցիկի առաջ Մարիամը բառ անգամ ասել չի կարողանում, արդյունքները խեղդում են կոկորդը։ Ազնավուրի մասին բնութագրելուց միշտ դժվարանում ես բառեր գտնելուց, որտեղ իր այդ նվիրում է իր այդ հայրենասիրությունը, իր այդ ճիշտ լինելը, ճիշտ կերպարը, հողին նվիրված լինելը միշտ սենց քեզ սահմանափակում է, որ կարողանաս ճիշտ բնութագրես իրան։ Արցախի համար մղված վերջին մարտում Ազնավուրն է առաջարկել գրավել Մարտունիի գլխի բարձունքը, որ թշնամին քաղաք չմտնի։ Զինակից ընկերների հետ հենց ինքն էլ գրավել է այն, ընկել է դիպուկահարի կրակոցից։ 20 թվականի պատերազմը միասին ենք անցել ու կարելի է ասել Ազնավուրի այդ հայրենասիրությունը, նվիրվածությունը հենց դրսևորվեց այդ 44 օրյա պատերազմի ժամանակ։ Շատ եմ ափսոսում, հիմա շատերի մոտ տպավորություն է, որ ես անձամբ ճանաչում եմ իրեն, բայց չեմ ճանաչել անձամբ, ուղղակի երբ որ ուսումնասիրել եմ, շատ կարդացել եմ ճանաչողների մասին, ամեն տեղից այդ ինֆորմացիան վերլուծելով ես հասկացել եմ, որ իրականում գործ ունենք բացառիկ հերոսական մարդու հետ, ում պետքա մեծարենք, ում կերպարը պետքա հերոսական ցույց տանք, որպես օրինակ ծառայելու համար։ Բոլորի սիրտը մղկտվում է, իրոք։ Բարի սիրտ ուներ քաղաքապետը, Մարտունիում մեկի մատը փուշ էր մտնում, Ազնավուրն էր հանողը։ Հիմա մարտունեցիներն իրենց սրտի փուշը հանող չունեն։ Բոլորը, ովքեր հնարավորություն ունենային, ովքեր կարողանային ներկայանային մեր զավակի երկնային ծնունդը, ինպես բոլորը ճակատը կպաչեն եւ կշնորհավորեին իր սիրելի բառը, շնորհավոր ծնունդդ եղբայր։ Մոնթե Աբերթի զավակի 36-րդ տարեդարձն է, մարտունեցիներն առանց քաղաքապետի են արդեն 2 տարի։ Լանա Համբարձումյան, Հենրիկ Համազասպյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուրի համար։